Ողջունում եմ ձեզ Հովիվ Հովանես։ Գիտեմ, որ սա ձեր առաջի հարցազրույցն է։ Եկեք չանհանգստանանք, մեզ մի քիչ թեթև զգանք, որպեսզի մեր զրույցը հետաքրքիր անցնի։ Շատ բարի, ես նույնպես ողջունում եմ ձեզ, սիրելիներս, եւ ջեր ողջուններ եմ բերել նաեւ Ռոստովի մեր եկեղեցուց։ Տերը օրհնի ձեզ։ Ես շատ ուրախ եմ, որ ձեր հարթակում եմ գտնվում։ Մենք էլ ենք շատ ուրախ, որ դուք մեզ հետ եք։ Մենք գիտենք, որ դուք Ռոստով քաղաքի կյանքի խոսք եկեղեցու հովիվն եք։ Մի փոքր պատմեք ձեր մասին։ Անձամբ իմ մասին։ Ձեր եկեղեցու ծառայությունների։ Նո, ձեր ընտանիքի։ Շատ բարի։ Ես ամուսնացած եմ, ունեմ 3 երեխաներ։ Մենք կնոջս հետ ապաշխարեցինք 2004 թվականին եւ 2004 թվականից Աստծո մեջ, եկեղեցու մեջ, ծառայությունների մեջ եւ շատ ուրախ եմ, որ մենք ընտանիքով ծառայում ենք Աստծուն։ Կինս փառաբանության ավագ, երեխաներս բարձրացել են փառաբանության մեջ, համ նվագում են, համ երգում են։ Հիմա արդեն մեծ աղջիկս փառաբանության առաջնորդ է եւ Ռոստովում Տիրոջից կանչ ունեցանք 12 թվականին ու 12 թվականից մենք Ռոստովում ենք ու փառք Աստծուն, որ Տերը վստահել է մեզ ու այսօր այնտեղ հրաշալի եկեղեցի է բարձրանում։ Շատ լավ, իսկ ինչպես դուք ապաշխարեցիք։ Իմ ապաշխարությունը բավականին ցավալուն պատմություն է, բայց մի երկու բառով կասեմ, կարելի է, չէ՞, հումորային նաև։ Իհարկե։ Հա։ Որ ասում եմ ինքնասպանության հետքերով իմ կյանքում մի դեպք եղավ, որ արդեն կյանքից հիասթափություն էր եկել եւ կյանքը ինձ համար հետաքրքիր չէր։ Եվ մի օր որոշել էի, որ կյանքս ավարտեմ ինքնասպանությամբ, բայց Աստծո հրաշքով, Աստծո գերբնական զորությունով այդ օրը հանդիպում ունեցա Աստծո հետ, ինչպես որ հիմա դուք եք ինձ լսում, այդպես էլ լսելի ձայնով Աստված հետս խոսեց ու կանգնացրեց ինձ այդ քայլից, որից հետո իմ մեջ մի լույս արթնացավ, որ այն խնդիրները, որը կային իմ կյանքում, այն դատարկությունը, այն հոգսը, որի բեռը, որի պատճառով ես հասել էի այդ քայլին, այդ պահին մի Տիրոջ լույս ու ներկայությունը լցրեց ինձ, ու այդ խնդիրները կարծես թե չէին վերջացել, բայց իմ ներսում կյանք էր առաջացել, լույս կար մի հատ։ Եվ այդպես ես մի բան խնդրեցի Տիրոջը, ասի Տեր իմ Աստված, ես գիտեմ, որ դու ես, եւ ել չեմ ուզում առանց քեզ իմ կյանքը շարունակեմ։ Կխնդրեմ ուղղություն տաս, որպեսզի կարողանամ քեզ ավելին ճանաչեմ ու գամ քո ետևից։ Եվ այդպիսով ես ինքս էլ ապաշխարեցի ու եկանք Աստծուն, փառք Աստծուն։ Իսկ ինչպես դուք Աստծո ձայնը լսեցիք, իսկ ինչպես դուք գտաք եկեղեցին։ Շատ բարի։ Որը որ պիտի գնայիք։ Շատ բարի։ Ինչի եմ ասում ծավալուն պատմություն, բայց փորձեմ ավելի հակիրճ ու կարճ։ Կինս երկրորդ երեխայով հղի էր եւ մեր բոլոր երեխաներն էլ, 3 երեխաներն էլ ծնվել են Հայաստանում։ Այդ ժամանակ մենք Ռոստովում էինք ապրում։ Կնոջս ուղարկել էի Հայաստան, որի մեր երկրորդ երեխան պիտի ծնվեր։ Ու այդ ընթացքում իմ մոտ կյանքում եկել էր այդ հիասթափության, այդ անորոշության ժամանակահատվածը, կինս չգիտեր, ու երբ որ ես պատրաստվում էի ինքնասպանություն անեմ, այդտեղ Տերը կանգնացրեց, ու երբ որ ես խնդրեցի Աստծուն, Տեր իմ Աստված, ես ուզում եմ ճանաչեմ քեզ ու գամ քո ետևից, առանց քեզ չեմ ուզում իմ կյանքը շարունակվի, ուտեղ լռություն, Տերը լռեց։ 3 օր հետո զանգում կնոջս հետ խոսում եմ, բանից պարզվում է կինս արդեն 2 ամիս է Հայաստանում գնում է կյանքի խոսք եկեղեցի, ինքը ապաշխարել էր արդեն մի 3 ամիս շուտ, չէ, կներեք 2 ամիս շուտ ու կինս արդեն հաճախում էր եկեղեցի, բայց ես դրա մասին չգիտեի ու այդ օրը երբ որ զանգեցինք, խոսեցինք, կինս ասեց, գիտես, ուր եմ գնում։ Ու ինձ համար էլ էր զարմանալի, ուր պիտի գնար, հարցնում եմ, ուր ես գնում։ Ասեց, մի այնպեսի հրաշալի տեղ, որտեղ Աստծո ներկայությունն է եւ Աստծո խոսքը։ Եվ իմ աչքերից արցունքներ գնացին, որովհետեւ 3 օր առաջ Աստված ինձ ինքնասպանության այդ սահմանագծում կանգնացրեց ու ետ բերեց։ Ու 3 օր հետո կնոջս միջոցով ես գտա այն ճանապարհը, որ փնտրում էի։ Ու փառք Աստծուն, այդպես ես էլ եկա ապաշխարության, եկա եկեղեցի ու այդպես գտանք Տիրոջը։
Իսկ ասեցիք ձայն լսեցիք, Տերը ձեզ կանգնացրեց, ինչ ասեց։ Շատ բարի։ Երբ որ ես ուզում եի արդեն այդ գործողությունը իրականություն դարձնեմ, գիտեք հետաքրքիր է որն էր, որ խոսքի մեջ Աստծո խոսքի մեջ գրված ասում Աստված մեզ անունով է կանչում։ Մեզ անունով կանչում է, ու նա ճանաչում է մեզ դեռ մենք մեր մոր որովայնում չձևավորված, ու հետաքրքիր է նաև որ գիշերը ժամը 12-ի կողմը անձրևոտ եղանակ նոյեմբեր ամիսն էր եւ ես քաղաքում էի մեքենայի մեջ նստած ու մեկ էլ հանկարծ այդ անձրև եղանակին լսում եմ իմ անունը Հովանես ու ես ապշեցի ու ես դուրս եկա մեքենայից մտածելով ինչ որ մեկը երևի ճանաչեց եւ երբ որ ես դուրս եկա ոչ մեկին չտեսա այնտեղ ես նորից եկա նստեցի ու նորից ուշքի եկա ու փորձեցի նորից ինքնասպանության այդ ակտը կատարել երկրորդ անգամ Աստված կանչեց իմ անունը Հովանես ու երբ որ երրորդ անգամ կանչեց իմ աչքերից արցունքներ գնացին ու ինչպես է լինում որ ներսը ծանրություն կա ու այդ ծանրությունից այդ հոգսից ու բերից դու չգիտես ինչ անես մեկ էլ այդ երրորդ անգամ այդ ձայնը երբ որ հստակ լսեցի իմ ներսից այսպես այդ ծանրությունը կարծես դուրս գա ու արցունքները աչքերիցս գնացին ու ես բարձր ձայնով աղաղակեցի ասի Տեր իմ Աստված ինչու է ինձ թողել ու հստակ ու պարզ ես լսում եմ Աստծո ձայնը որ ասեց գիտես ես քեզ չեմ թողել ուր է իր գնում առանց ինձ եւ ուր է կար հասար այդտեղ ես իհարկե հասկացա որ Աստված մեզ երբեք չի թողնում մեծ մասամբ մենք ենք թողնում Աստծուն ու գնում մեր ցանկությունների յետևից մեր ճանապարհներով չհասկանալով որ դրանք տանում են կործանման ու հետաքրքիր մի դեպք էլ ասեմ որ այդ պահին իմ աչքերի առջևով վարքյանական անցավ իմ մանկությունից մինչև այդ օրը իմ կյանքի բոլոր իրադարձությունները երբ որ ես արդեն պիտի չլինեի շուտվանից տարբեր իրադարձություններ ու Աստված այսպես ցույց տվեց ու ասեց ես այսքան իրավիճակներից քեզ պահել եմ, որ այսօր դու քո կյանքին վերջ տաս, արդյոք դու ես քեզ կյանք տվել, չէ՞ որ այդ կյանքը ես եմ քեզ տվել եւ այդ կյանքը ինձ է պատկանում, ու այդտեղ ես ավելի հասկացա ու այդ պահին աղաղակեցի ու ասի Տեր իմ Աստված, ես չեմ ուզում առանց քեզ ապրեմ, մինչև հիմա միգուցե ես գնացել եմ իմ ճանապարհներով, բայց ել չեմ ուզում առանց քեզ ապրեմ, ու դա եղավ իմ կյանքի այն առաջին հանդիպումը, երբ որ իմ կյանքում ամեն բան սկսեց փոխվել։ Իսկ դուք տենց փորձ ունեցել եք աշխատելու նենց մարդկանց հետ, որ ուզում են ինքնասպան լինել։ Գիտեք, շատ անգամ երբ որ նոր սկսեցի գալ Աստծուն, իմ մեջ մի հարց կար, ասում էի Տեր իմ Աստված, չէ՞ որ դու ամենակարողն ես։ Չէ՞ որ դու ամեն բան գիտես ու տեսնում ես։ Ու իմ մոտ հարց էր, ասում էի Տեր իմ Աստված, իսկ ինչու դու թույլ տվեցիր, որ ես իմ կյանքի անցած ճանապարհները այդպեսի ճանապարհներով անցնեմ։ Չէ՞ որ կարելի էր այդ ամեն ինչը ավելի վաղ հասակում կանխել։ Ու գիտեք, մի անգամ այս հարցին Աստված ինչ յուրահատուկ պատասխան տվեց, ասեց. գիտես, եթե դու անցած չլինեիր այդ ճանապարհը, քո անձնական կյանքով ու փորձով, դու ինչպես կարող էիր խորհուրդ տալ այն մարդկանց, ովքեր որ այդ ճանապարհի վրա են։ Քո տված խորհուրդը առնվազն կլիներ թեորեմապես, բայց ոչ պրակտիկ։ Ու ես հասկացա մի բան, որ ժամանակ առ ժամանակ մենք անցնում ենք դժվարությունների միջով։ Մենք անցնում ենք այնպիսի ճանապարհներով, որ միգուցե մեզ համար դժվար է, փորձություն է, ծանր է, բայց երբ որ ճանաչում ես Աստծուն ու անցնում ես Տիրոջով այդ ճանապարհը, դու հասկանում ես, որ Աստված քեզ այդտեղ կոփում է, մարզում է, սովորեցնում է, որպեսզի դու կարողանաս լինես օգտակար ուրիշներին։ Ու իհարկե, այդպիսի դեպքեր բազմաթիվ եղել են իմ կյանքի, հոգևոր կյանքի այդ ընթացքում, որ ժամանակի առումով ամեն բան չպատմեմ, բայց ասեմ, որ հետաքրքիր է նա է, որ Աստված բերում է այդպիսի մարդկանց տարբեր տեղերից։ Հեռախոսահամարներ են փոխանցում, սկսում ենք իրենց հետ աշխատանք տանել, ու այդ մարդկանց կյանքը սկսում է փոխվել։ Ու ես հասկանում եմ մի բան, այն ինչից որ Աստված մեզ փրկեց ու սովորեցրեց դրա մեջ,
դա էլ մեր միջոցով օգտագործում է ուրիշների կյանքը փրկելու համար։ Իսկ ձեր խնդիրները ինչի համար որ դուք ուզում եք ինքնասպան լինել, ինչպես լուծվեցին այդ հարցերը։ Շատ հետաքրքիր հարց։ Ասեմ, որ այդ խնդիրները դրանք միանգամից լուծում չեն ստանում։ Դրանց լուծումը առնվազն սկսում է այստեղից։ Երբ որ մենք սկսում ենք ճանաչել Աստծուն եւ սկսում ենք քայլել Աստծո խոսքով եւ Աստծո կամքի համեմատ, այդ ժամանակ այդ խնդիրների լուծումը ինստինկտյան կամանց քայլ առ քայլ մեր կյանքում սկսում է բացվել ու Աստված ցույց է տալիս իմաստություն, ճանապարհներ է բացում եւ սկսում են այդ խնդիրները լուծվել։ Անկեղծ ասած, իմ կյանքի խնդիրները, ասեմ ձեզ, լինում է ժամանակ առ ժամանակ, երբ որ դու կարծես թե ամեն բան կարողանում ես, փորձ ունես, բայց գալիս է մի պահ, որ քո փորձը, քո գիտելիքները եւ քո ունակությունը հավասարվում է 0-ի, այսինքն ինչ որ անում ես չի ստացվում։ Ամեն բան կարծես անհաջողության մի այսպիսի անիվ սկսում պատտվել քո կյանքում ու դու չես կարողանում այդ հարցերին լուծում տաս։ Այդպիսի մի իրավիճակ ու ժամանակ էր եկել եւ դրանից էլ եկել էր հիասթափություն, դրանից էլ եկել էր այնպիսի մի այս տրամադրվածություն, որ ոչ մի բան չի ստացվում։ Գիտեք, առաջին հաղթանակը, որ եղավ, դա Աստծո այդ ձայնն էր, հանդիպումն էր, որ Աստծո այդ հանդիպելուց հետո իմ ներսում խնդիրները չլուծվեց իրականում, բայց իմ ներսում մի ուրախություն եկավ, որովհետև ես հասկացա, որ ամենակարող Աստված ինձ չի թողել։ Իսկ հետո ընթացքում արդեն ավելի խորանալով Աստծո խոսքի մեջ ճանաչելով Աստծուն, Աստված իմաստություն էր տալիս ամեն անգամ, ամեն խոսքի հետ, ինչ որ մի բան իմ ներսում փոխվում էր, իմ տեսանկյունը իրավիճակների նկատմամբ, իմ վերաբերմունքը մարդկանց նկատմամբ, իմ մոտեցումը տարբեր խնդիրներին սկսում էր փոխվել, որովհետև ես մի կերպ էի մտածում, բայց Աստծո խոսքը ավելի նոր մի իմաստության ճանապարհներ էր բացում ու ես արդեն տեսնում էի դրանք ուրիշ տեսանկյունից։ Եվ այդ խնդիրները ժամանակի ընթացքում լուծում ստացան։ Իհարկե, դուք երևի սկսեցիք վստահել Աստծուն։ Միանշանակ, որովհետև չիմանալով Աստծո խոսքը մենք հույսը դնում ենք մեր իմաստության վրա, մարդկային ուժի, կարողության վրա, մտերմության, ծանոթության վրա, բայց Աստծո խոսքը ինչ է ասում, ասում է մարդու վրա հույս դնողը անիծված է։ Ինչ առումով, որովհետև մենք մեր հույսը մեծ մասամբ դնում ենք ինքներս մեզ վրա, մեր շրջապատի վրա, հարազատների, սպասումները մեր ընկերական շրջապատից է, բայց երբ որ սկսում ես հույսը դնել Աստծո վրա, ճանաչելով Աստծուն, մտերմանալով Աստծո հետ, խորանալով Աստծո խոսքի մեջ, դու հասկանում ես, որ քո զորությունը եւ քո օգնությունը Տիրոջից է, ու այդ խոսքը իրականություն է ու կյանք է դառնում քո ներսում։ Ամեն։ Իսկ ունեք էլի ինչ որ վառ վկայություններ։ Գիտեք, վառ վկայություններ բազմաթիվ են, բազմաթիվ վառ վկայություններ, բայց կուզենայի իմանալ որ բնագավառի հետ կապված օրինակ։ Ինչը որ ամենաանմոռանալին էր ձեր կյանքում։ Ինչը որ ամենաանմոռանալին է իմ կյանքում, այդպիսի վկայություն, գիտեք, ամեն մի վկայությունը անմոռանալի է, որովհետև ամեն մի վկայությունը քեզ ավելի մոտեցնում է Աստծուն, եւ դու ավելի ճանաչելով Աստծուն հիանում ես, ուրախանում եւ լցվում ես Տիրոջ քաղցրությունով ու հասկանում ես, որ Տերը զորավոր է։ Վառ վկայություններից մի այսպիսի բան ասեմ, ամենաքաղցր ու անուշ վկայությունը նա է, որ դու լսում ես Սուրբ Հոգու ձայնը ու առաջնորդվում ես Սուրբ Հոգով։ Այսպիսի մի դեպք ընկերոջս հետ, մեր ծառայեկից ընկերոջ հետ մենք զբոսնում էինք Ռոստովում, կենտրոնական այգում ու ամբողջովին կլանված էինք զրույցով, մեկ էլ հանկարծ Աստված Սուրբ Հոգին ուշադրությունս կենտրոնացնում է մի կողմի վրա, որտեղ որ երաժիշտները, երիտասարդ երաժիշտներ իրենց գործիքներն են դասավորում, որ պիտի նվագեն բացօթյա։ Աստված հայացքս ուղղում է մի երիտասարդի վրա, որը ստեղնաշարային գործիքներ է նվագում,
երիտասարդ, ու երևում է, որ ինքը հայ է, ու ուշադրությունս կենտրոնացնեց այդ երիտասարդի վրա։ Ու ասում եմ, մոտեցի իրեն ու խոսա հետը։ Ասում եմ, Աստված իմ, մոտենամ ինչ խոսեմ իր հետ։ Ու նորից Սուրբ Հոգին ասում է, մոտեցի ու խոսի։ Ու ես ամաչեցի մոտենամ, մտածելով, որ դա հնարավոր է լինի իմ միտքը։ Մենք անցանք գնացինք։ Անցավ մի կես ժամ, մենք զբոսնեցինք ու հետո հետ ենք գալիս ու նորից Սուրբ Հոգին կենտրոնացնում է այդ երիտասարդի վրա։ Ու հետաքրքիրը նա է, որ մոտեցա, զրուցեցի երիտասարդի հետ, հանդիպում ունեցանք, առաջի հանդիպումը եղավ սրճարանում, երբ որ նստեցինք, շփվեցինք, զրուցեցինք, այդ օրը ես առաջի օրը ես իրան ներկայացրի, որ մենք հայկական եկեղեցի ենք, ես եւ իրան հրավիրում եմ եկեղեցի։ Ու ինքը համաձայնվեց, համարը տվեց, հետո սրճարանում հանդիպեցինք ու մի այսպիսի համարձակություն ուներ եկել, որ սրճարանում ես իրեն քարոզեցի, ապաշխարության աղոթք արեցինք եւ իրեն համար էլ աղոթեցի, ու այս երիտասարդը սկսեց գալ եկեղեցի։ Ու այսօր այդ երիտասարդը մեր եկեղեցում համ ստեղնաշարային գործիքներն է նվագում, համ էլ մեր եկեղեցու երիտասարդական թիմի հրաշալի երիտասարդներից է։ Դա իմ համար շատ հետաքրքիր տպավորիչ էր, որովհետև դու կարող ես ապրես քեզ համար, մտածես, թե ինչ ունես անելու կամ ինչ պիտի անես, բայց երբ որ լսում ես Սուրբ Հոգու ձայնը, դու նույնիսկ չգիտես, թե Սուրբ Հոգին ինչ է պատրաստել դրա ետևում։ Մնում է մենակ լսենք ու առաջնորդվենք ու քայլենք Սուրբ Հոգու առաջնորդությունով։ Մի դեպք էլ Հայաստանում ա եղել, եթե իհարկե ժամանակ ունենք, էլի մի անգամ այդպես երևանցիները լավ կիմանան Կոմիտասը որտեղ է եւ որտեղ է նաեւ Կիևյան մոստը, Կոմիտասից դուրս ենք եկել, անձրևոտ, ասենց թույլ անձրևոտ եղանակը, ու էլի մեր ընկերներից մեկի հետ զրուցելով իջնում ենք, ու երբ որ հասնում ենք Կիևյան մոստին, նորից Սուրբ Հոգին ինձ հայացքս ուղղում է, ասում հələ տես նայիր մոստի վրա։ Եվ ես նայում եմ մոստի վրա ու տեսնում եմ այն կողմից մի տարեց մարդ է գալիս։ Ու շրջվում եմ նորից զրուցելու, Սուրբ Հոգին ասում է, լսի, արագացրու, որովհետև այս մարդը ուզում է իրան գցի մոստից։ Ու ես սկսում եմ վազելով գնալ ու այն ժամանակ եմ տեսնում եմ իմ աչքերի առաջ, որ այս մարդը անցնում է մոստի այս բռնակների վրայով այն կողմ, որ իրան պետք է գցեր, ու հերվից ձեն եմ տալիս, ասում եմ, լսիր, եղբայր, սպասի, քո կարիքն ունեմ, օգնելու կարիք կա, արի, մենակ դու կարաս ինձ օգնես։ Ու երբ որ ես հասնում եմ այդ մարդուն, մոտավորապես 2 մետր հեռավորության վրա ինչ որ մի բան ինձ կանգնեցնում է, որովհետև ես չգիտեի, թե ինչպես կարող եմ օգնել։ Ու երբ որ կանգնում եմ, այդ մի անտեսանելի պատ ինձ կանգնեցնում է եւ ես կանգնած սկսում եմ այդ մարդու հետ զրուցել։ Իհարկե ինձ թվաց, թե դա մոտավորապես մի 15-20 րոպե էր, բայց երևակայի մի ժամ կամ ժամուկես այդ զրույցը տեղի է ունեցել, ու ես խոսում էի Քրիստոսի փրկության մասին, խոսում էի Աստծո զորության մասին, բայց իմ ներսում աղոթք էր գնում, աղոթք, ու այդ աղոթքով քանդում էի ամեն դիվական ազդեցություններ, որ այդ մարդուն հասցրել են այդ վիճակին։ Եվ զրուցելուց հետո այդ մարդու աչքերը լուսավորվեցին, այսինքն այդ մարդը կարծես թե ինքը չէր, ուշքի եկավ, իմի եկավ, ու այդ մարդը հետ անցավ էս կողմ, նստեց ու սկսեց լաց լինել ու ասում է, ես չեմ կարողանում հասկանալ ոնց եմ ես եկել ստեղ ու ես ինչ էր հետս կատարվում։ Հետո մենք հանդիպեցինք այդ մարդու հետ ու փառք Աստծուն, այդ մարդը երաժիշտ էր, ոչ մի խնդիր չկար ընտանեկան, բայց ինչ որ ազդեցություններ, որոնք կարողանում են ներխուժել մարդու կյանքի մեջ ու այդ մարդու կյանքի առօրյան փչացնել, որովհետև գրված է, որ սատանան ինքը գող է, խաբեբա, ստախոս, որ գալիս է, որ փչացնի եւ կործանի։ Եվ փառք Աստծուն, երբ որ մենք սկսում ենք ճանաչել Աստծուն, մենք սկսում ենք կանգնել ու քանդել խավարի բոլոր գործերը մեր կյանքերի մեջ, մեր ընտանիքներում թույլ չտալով, որ սատանան ինչ-որ մի բան անի։ Այո։ Ինչ կարևոր է հնազանդվել Սուրբ Հոգուն։ Այո, շատ կարևոր։ Երբ որ նա քեզ խոսում է լսել, կան օրինակներ իմ կյանքից, որ հիմա դուք պատմում եք, ես հիշում եմ, որ ասես դիպուկ, որ ինձ ասում էր գնա խոսիր, ես չգնացի ու չխոսեցի, ու գիտեմ դա
որ շատ սխալ գործ եմ արել տենց դրանով իհարկե դե փառք Աստծուն որ Աստված ներողամիտ Աստված է եւ Աստված տալիս է մեզ հնարավորություն սթափվելու, շտկվելու եւ ավելի խոնարհվելու, որովհետեւ խոնարհության մեջ մեծ զորություն կա։ Երբ որ մենք լսում ենք, խոնարհվում ենք, մեծ մասամբ ինչու մարդիկ չեն խոնարհվում կամ չեն հնազանդվում, որովհետեւ իրենց թվում է թե իրենք իրենց ուժերով պիտի անեն։ Բայց երբ որ մենք խոնարհվում ենք, Տիրոջ զորությունն է սկսում գործել այդ խոնարհության մեջ։ Գիտեք, օրինակ ես հիմա ինձ թվում է մեկ-մեկ գալիս է պահ, որ դու քեզ թերագնահատում ես, դու մտածում ես, որ հույսը քո վրա է, դու պիտի խոսաս, ով եմ ես, որ խոսամ, ու մոռանում ես այդ Աստծո մեծ գործը, որ ինքը պիտի քո մեջով այդ ամեն ինչը անի, ու դու ոչ մի բան ես այդ րոպե Սուրբ Հոգին է գործելու, ոչ թե դու։ Այո, այդ թերագնահատումը այնպիսի մի զգացողություն է, որ շատերի մոտ է լինում դա։ Իսկ ասեմ ավելին, որ դա գալիս է նրանից, որ մարդ ամբողջովին չի ճանաչում Աստծուն։ Իհարկե ամբողջովին անհնար է ճանաչել Աստծուն, բայց երբ որ քայլ ես անում ու սկսում ես Աստծուն ճանաչելու այդ ընթացքը տանցնել, ճանաչել Աստծուն, լինել Տիրոջ խոսքի մեջ, ապա խոսքը գործի դնելով դու հասկանում ես, որ այդ խոսքի ետևում կանգնած է Տերը, ու մեծ հաղթանակներ ունենք մենք կյանքում Տիրոջով։ Իսկ որ մեղքից ամենադժվարը եղել ձեզ ազատագրվելը։ Որ մեղքից։ Մեղքի անունն է հետաքրքիր։ Գիտեք, մեղքը լինում է տարբեր ու տարբեր մարդկանց մոտ տարբեր չափանիշներ կան։ Մեկը օրինակ խմիչքից չի կարողանում ազատագրվի, մեկը ծխախոտից, մեկը հայհոյանքից, մեկը տարբեր վատ սայթերից եւ այլն, մեկը չարախոսությունից կամ բամբասանքից։ Իմ մոտ այսպես ասեմ, որ ասեմ հավատացեք, որ երբ որ ապաշխարեցի ու եկա Աստծուն, մի 3 ամիս հետո հետաքրքիր մի այսպիսի հայտնություն եկավ իմ ներսում, որի հետևանքով ես ամբողջովին այդ օրը ազատագրվել եմ բոլոր այդ տեսակի մեղքերից։ Մի փոքր օրինակ պատմեմ, մեծ աղջիկս այն ժամանակ 3 տարեկան էր ու ես ոսկերչությամբ էի զբաղվում, համ ծխում էի, համ խմում էի, համ նոր էի աշխարհից եկել ու աշխարհիկ այդ բոլոր էմոցիաները, վարքը, դրսևորումները դեռ կային իմ ներսում։ Ու աղջիկս 3 տարեկան էր, ինքը գլանների խնդիր ուներ։ Բժիշկները ասել էին, որ մի փոքր մեծանա, որպեսզի վիրահատենք։ Ու մի օր այդպես տանը նստած աշխատում եմ իմ արհեստանոցում, մեկ էլ աղջիկս խաղալով եկավ, այսպես հոգնած, ասեց պապան են ցավում ոտերս, թևերս, մեջքս, այսինքն գլանների այդ հիվանդությունը տալիս էր ոտքերին, թևերին, սրտին եւ այլն, ու այնպես ներսս ճմրթվեց սիրտս։ Ասում եմ Տեր իմ Աստված, ես գիտեմ, որ դու ամենակարող Աստվածն ես, նույնիսկ մահացած մարդկանց հարություն տվող Աստված ես։ Խնդրում եմ երեխայիս բժշկես, այսինքն բարձր ձայնով, որովհետեւ գիտեմ Աստված կենթանի զորավոր Աստված է, ու գիտեք, միանգամից ներսիցս եկավ մի հետաքրքիր հայտնություն, իսկ հայտնությունը հիմնված Աստծո խոսքի վրա, որովհետև միգուցե մենք կարդում ենք ու մեզ թվում է թե շատ բան չենք հասկանում, միգուցե մենք լսում ենք քարոզներ եւ մտածում ենք, որ այդ քարոզները մեծ մասամբ մենք չենք ընկալում, բայց ասեմ մի բան, երբ որ դու լսում ես կամ կարդում ես, ինքը մտնում է քո սրտի մեջ ու ճիշտ ժամանակին, ճիշտ իրավիճակների մեջ Սուրբ Հոգին պրակտիկ քեզ սկսում է սովորեցնել այդ խոսքը բացել հայտնություն տալ։ Ու այդ ժամանակ ներսիցս մի ձայն, Սուրբ Հոգու ձայնը ասեց՝ մի ապականի Աստծո տաճարը։ Ու ես միանգամից այսպես ապշած նստած էի ասում, Տեր իմ Աստված, ինչպես եմ ես ապականում Աստծո տաճարը։ Ու մեկ էլ հաջորդ տեղը Տիրոջ խոսքը հայտնություն բացեց, խոսքի հիման վրա ասեց, չէ՞ որ դուք Աստծո սուրբ տաճարն եք, որ պիտի Սուրբ Հոգին բնակվի ձեզանում։
ու ես հարցրեցի Տեր ջան, ինչպես եմ ես ապականում։ Ու միանգամից իմ աչքերի առջև եկավ այն սովորությունները, որով մենք բռնված ենք, որոնք մենք գերության մեջ ենք, ծխախոտ, խմիչ, հայհոյանք եւ տարբեր այդպիսի բաներ, որը որ աշխարից եկել էր ու գիտեք այդ պահին միանգամից երբ որ այդ ամենը այսպես ինձ հայտնի դարձավ, ես խոստացա Տիրոջ, ասի Տեր իմ Աստված, այսօրվանից ես խոստանում եմ, որ երբևիցե այսպիսի բաներին չեմ մոտենա։ Ու խոստացա ու ասի մենակ խնդրում եմ մի բան, թող իմ երեխան լինի բժշկված։ Սիրելիներս, դա եղավ վերջի օրը երեխայիս մոտ, որ գլաններով ինքը կբողոքեր։ Մենք ոչ վիրահատել ենք, ոչ էլ մի բան, ու այդ երեխան հենց այդ օրվանից ինքը բժշկված էր։ Ես էլ ազատագրվեցի այդ բոլոր խնդիրներից։ Մի հայտնություն, որը գալիս է ու ազատում քեզ ամեն կապանքներից։ Չկա այնպիսի մեղք, որից հնարավոր չի ազատվել։ Մեղքը դա առնվազն մի ցանկություն է, որը քեզ հաճելի է։ Երբ որ դու սկսում ես դնել նժարներին, որն է ավելի թանկ, Աստծո Սուրբ Հոգու հետ շարժվել, առաջ ապրել, Աստծո հետ քո կյանքը, թե այդ մեղքի հետ ապրես կյանքդ։ Դու ինքդ ես գնահատում, դու ինքդ ես որոշում կայացնում։ Երբ որ գնահատում ես ավելի թանկ Տիրոջ հետ ապրելը սրբության մեջ, ապա ամեն մեղքերն էլ խոնարհվում, թողնում ու փախնում են քեզանից։ Այնպես որ սիրելիս, իմացի մի բան, ճշմարտությունը ճանաչելով, ճշմարտությունը ազատում է մեզ ամեն կապանքներից։ Իսկ ճշմարտությունը Աստծո կատարյալ խոսքն է։ Այո։ Հենց այսօր եմ լսել դες մի պատմություն, որ եղբայր ուզում է ծխել ծխախոտը թարգի, չծխի ու իրան ասում են բերաղոթենք, դու ինքնուրույն չես կարա, Աստված քեզ կօգնի թարգելը եւ եղբայրն ասում է վախում եմ որ աղոթեմ իրոք կթարգեմ։ Իսկապես կթարգեմ, մենք իրոք մեղքից բռնված ենք լինում։ Մենք ենք մեղքից բռնվում։ Այո։ Գիտեք, ես էլ եմ շատ լսել այդպիսի դեպքեր, եղբայրներ են երկար տարիներ ճանաչում ենք, իրանք էլ գիտեն եկեղեցին, ասում են չի չեք քայլանում գաք։ Ասում որ գանք, այս մի բանը պետք է թողենք, այն մյուսը պետք է թողենք, սա պետք է թողենք, ասում այդ դրա համար չենք ուզում, որովհետև սիրում ենք։ Այսինքն ըստա խոսում է նրա մասին, որ ինչպես Աստծո խոսքը Ելիցում ասում է իր ժողովրդին Եգիպտոսի գերությունից անեց ու եւ 40 տարվա մեջ իր ժողովուրդը Եգիպտոսի գերությունը իր սրտից չթողեց։ Մենք ենք այդ բեռը վերցրած գնում սիրելիս։ Աստծո համար դժվար ոչինչ չկա։ Մենակ թե ցանկանանք։ Ինչ շատ հետաքրքրեց այն պահը, երբ որ դուք ասեցիք, որ Տերը ձեր հետ խոսացել է Աստծո տաճարը պղծելու մասին։ Սենց հարց եմ առաջանում, ինչպես եք դուք վերաբերվում պլաստիկ վիրահատություններին։ Եթե օրինակ գալիս է ինչ-որ մի քուր, ասում է հովիվ ջան, ուզում եմ գնամ քիթս օպերացիա անեմ։ Ինչ եք դուք նրան պատասխանում։ Չհաշված այն պատասխանը, որ ասում են դե քո քիթը քեզ սազում է։ Շատ լավ, շատ հետաքրքիր հարց է ու դա մեր օրերում շատ արդիական հարց է։ Երբ որ գալի ասում են հովիվ ջան, ուզում եմ գնամ քիթս վիրահատեմ, ասում եմ բա լավ տեղը ինչ ես դնելու։ Դա հումորային տարբերակն է, բայց եկեք մի բան հասկանանք, որ իրականում մենք Աստծո համար կենթանի Սուրբ Հոգու տաճար ենք, ամեն։ Ու եկեք չմոռանանք, որ եթե Աստծո համար մենք կենթանի Սուրբ Հոգու տաճար ենք ու նաև մեր Տերը Աստվածը մեզ արարող ու ստեղծողը Տերն է, չէ՞ որ ինքն է մեզ արարել այնպիսին, ինչպիսին մենք կանք։ Ու ես միշտ շեշտը դնում եմ նրա վրա, ասում սիրելիս, դու գիտես, որ դու միակն ես, անկրկնելին ու յուրահատուկը։ Քեզ նմանը չկա։ Երբ որ դու նայում ես քեզ հայելու մեջ, դու մի համեմատի քեզ ինչ-որ մեկ ուրիշի հետ, որովհետև դու միակն ես, անկրկնելին եւ յուրահատուկ ու Աստված քեզ այդպիսին է ստեղծել։ Աստված արդյոք չէր կարողանում քեզ ուրիշ քիթ տար, հա, կամ ուրիշ տեսք տար։
Դու պատկերացնում ես, որ Աստված հենց Աստծո ճաշակը ինչպիսի հրաշալի է, որ ինքը հենց այդպիսի քիթ է տվել քեզ, ու այդպիսի տեսք է տվել քեզ, ու դու յուրահատուկ ես։ Եսայի մարգարեության մեջ 49-րդ գլխում մի հետաքրքիր բան կա, ասում է 49-ից 49 գլխի 15-րդ խոսքից ասում է, կներեք 16 խոսքից, բայց ես քեզ չեմ մոռանա, ահա ես իմ ձեռքերի մեջ եմ նկարել քեզ։ Հետաքրքիր մի խոսք, որ Աստված իր ձեռքերի մեջ քեզ, դու դեռ չստեղծված, Աստված քեզ արդեն իր պատկերացման մեջ, իր ձեռքերի մեջ քեզ նկարել է։ Ու Աստված ինչքան է երազել, որ քեզ այդպեսին տեսնի իրականում։ Ու Աստված քեզ տեսնում է այդպեսին իրականում, բայց ցավոք սրտի սխալ մտքեր, հա, սատանան վերում է ու երիտասարդներին մեծ մասամբ երիտասարդներին փորձում է դրանով իսկ խափի, դրանով իսկ շեղի այն բնական աստվածատուր գեղեցկությունը փչացնելու ու ինչ որ մի արհեստական տեսք ստանալու։ Չէ որ մենք Աստծո սուրբ տաճար ենք ու Աստված իր ձեռքերի մեջ քեզ նկարել է սիրելիս ու քեզ փափագել ու ցանկացել է որ տեսնի այդպեսին ինչպեսին դու կաս հիմա այնպես որ բնական քո այդ գեղեցկությունը մի փոխիր արհեստական ոչ մի բանի հետ։ Շնորհակալ եմ, շատ լավ պատասխան էր։ Հասկացա որ չեք ասում, չէ՞, քո քիթը քեզ զազում է գնա ու վсё։ Ես այդպես չեմ վերաբերվում, ընդհակառակը ես փորձում եմ ամեն մի այդպիսի հարց տվողին փորձում եմ որ իր աչքերը բացվի։ Փորձում եմ որ ինքը գիտակցի ու հասկանա, գիտեք, ես մարդ եմ սովորական եւ միգուցե եւ որպես հովիվ մարդիկ փորձեն իմ խոսքը ընդունեն հալած յուղի պես, այսպես ասեմ, կամ որպես հովիվ այդ կշիռը վերցնեն այդ խոսքը ու ասեն դե հովիվը այդպես ասել եւ վերջ։ Չէ, դա բավական չի, սիրելիներս, որովհետեւ մենք կարող ենք ինչ որ բան ասել, բայց երբ որ այդ մարդը Աստծո խոսքի հիման վրա ստանում է հայտնություն, ապա այդ հայտնությունն է փոխում իր ներսի իրավիճակները։ Ես որպես հովիվ կարող եմ ասել, գիտես, սիրելիս, քո քիթը շատ գեղեցիկ է, ես կցանկանայի քո քիթի պես քիթ ունենալ, քո մազերի պես մազեր ունենալ եւ այլը։ Դա առնվազն միգուցե այդ պահին այդ երիտասարդին կլռեցնի, բայց իր ներսի այդ բորբոքված իրավիճակները երբեք չեն դադարի։ Մինչև Տիրոջ խոսքի համեմատ ինքը չհասկանա ու չգիտակցի, որ ինքը Աստծո գեղեցկությունն է, Աստծո արարչությունն է։ Այո։ Հասկանում եմ, որովհետև տրենդերը կգնան, բայց Աստծո խոսքը կմնա։ Միանշանակ, որովհետև մեծ մասամբ մենք փորձում ենք համապատասխանենք ժամանակակից մոդային, հա, ժամանակակից տեսքին եւ այլը, բայց ասեմ մի բան, Աստված ժամանակից դուրս է։ Ժամանակները դրանք խափուսիկ են, բայց մենք հավիտյան ենք, Տիրոջ գեղեցկությունով ստեղծված ու արարված։ Ինչն է հովիվության մեջ ամենադժվարը։ Հետաքրքիր հարց, ինչն է հովիվության մեջ ամենադժվարը։ Ես էլ այդ հարցին անդրադառնամ այսպես, որովհետև մեծ մասամբ մարդիկ մտածում են, որ ինչ հեշտ է հովիվ լինելը։ Հեշտ է հովիվ լինելը, դե ինչ անում, որ հովիվը, հա, գալիս է Կիրակի օրը բեմում կանգնում, բոլորը ծափարում են, բոլորը ասում են ամեն, բոլորը լսում են, հարգում են, պատվում են։ Սիրելիներս, հովիվ լինելը համ ամենաքաղցր եւ անուշ ծառայությունն է, համ էլ դրա հետ միասին ամենաբարդը, որովհետեւ մենք առնչվում ենք տարբեր տեսակի բնավորության, վարքի եւ մտածելակերպի տեղ մարդկանց հետ եւ ասեմ, որ այնքան էլ հեշտ չի ամեն մեկին լսել, ամեն մեկի հետ գտնել եզրեր, բայց հովիվ լինելու ամենակարևորագույն հատկանիշներից մեկը սա է, եթե չլինի Տիրոջ ներկայությունը քո սրտի մեջ, եթե չլինի Աստծո զորությունն ու սերը, եթե դու չկարողանաս մարդկանց սիրես այնպես, ինչպես Աստված է սիրում քեզ, դու էլ այդպես սիրես մարդկանց, դու չես կարող հովիվ լինես։ Այսինքն առնվազն մենք ասեմ, որ Աստված քո միջոցով պիտի թույլ տաս, որ աշխատի մարդկանց հետ։ Դու ինքդ չես կարող որպես մարդ։ Դու ինքդ չես կարող
նույնիսկ 2 կամ 3 տարբեր բնավորության տեր մարդկանց հետ լեզու գտնես, որովհետև մեկի հետ կգտնես, մյուսի հետ կվիճես։ Մեկը կնեղացնի, մի քանիսին էլ դու կնեղացնես։ Թույլ տուր, որ Աստված քո միջոցով գործի։ Հովիվ լինելու ամենակարևորագույն բաներից մեկը խոնարհվես ու թույլ տաս, որ Տերը օգտագործի քեզ, եւ ուրիշ ոչինչ։ Եվ կարողանաս սիրես այնպես, ինչպես որ Հիսուս Քրիստոսը սիրեց մեզ։ Եվ Տիրոջ այդ կատարյալ անարատ խոսքը, գերակուրը, որը որ աճեցնում է մարդկանց, որը որ մարդկանց բերում է դեպի փրկություն ու լույս, այդ անարատ խոսքը փոխանցես մարդկանց։ Ինչ հոբի ունեք։ Ինչ հոբի ունեմ։ Իսկ ունեք թե ոչ։ Իսկ ունեմ թե ոչ։ Հարցը շատ հետաքրքիր է, որովհետև հոբի հասկացողությունը դա կախված է նրանից, թե ինչպեսի ապրելաոճ ունենք մենք այսօր։ Երբ որ ես նայում եմ իմ անցյալ կյանքին, մինչ հավատքի գալը, իհարկե տարբեր հոբիներ կային, տարբեր հետաքրքրություններ կային, բայց Աստծուն ճանաչելուց հետո հասկանում ես ու սկսում ես գնահատել Տիրոջ խոսքը, Աստծո այն քաղցրությունն ու Աստծո սերը, հասկանալով մեզ մնում է մեկ հոբի՝ քայլենք Հիսուս Քրիստոսի հետքերով։ Լինենք իրականում ոչ թե անունով քրիստոնյա, այլ իրականում Հիսուս Քրիստոսի պես արտացոլենք Տիրոջ սերը եւ Տիրոջ ներկայությունը մեր շուրջ բոլորը։ Դա է միակ հոբին, որ մնացել է։ Կա ինչ-որ զավեշտալի պատմություն մեր հովիվի հետ կապված։ Իհարկե ձեր հովիվի հետ կապված շատ յուրահատուկ պատմություններ կան։ Ես վերջերս ձեր հովիվը, իմ թանկագին եղբայրը, հովիվ Մհերը մեր մոտ էր գտնվում Ռոստովում, եւ ասեմ, որ այս զավեշտալի պատմության մեջ կա նաեւ հովիվ Կարենի տված հարցի պատասխանը։ Այո, երբ որ մենք հյուրասիրություն էինք կազմակերպում, ես սեղանից սոված էի վեր կենում, որովհետեւ ձեր հովիվը ընդհանրապես հաց չի ուտում։ Իրա կերած հացով ես դժվար թե գլուխս պտտվում էր այդ մեկ շաբաթվա ընթացքում, գլխապտույտներ էր առաջանում ինձ հետ եւ ամեն անգամ սոված վեր էի կենում ու գիշերը չէի կարողանում քնեմ։ Մի հատ sense դեպք էլ պատմեմ, կինս սպանախ, հայերը լավ գիտեն ինչա սպանախը։ Կինս սպանախը կիսախաշ վիճակում պատրաստել էր, որ հետո հաջորդ օրը ամբողջովին պատրաստի, ձվով, յուղով, բանով եւ այլը, որ հյուրասիրենք մեր հովիվ Մհերին, ու առավոտյան ես արթնանում եմ, կինս զբաղված էր, ու ես գալիս եմ հյուրասիրելու, ու այդ սպանախը դնում եմ, սեղանը դնում եմ, սենց նստում ենք հաց ուտելու, ու ես հովիվ Մհերս էս սպանախն ուտում ու ասում եմ, ես ինչ համով սպանախ է։ Ես էլ ուրախանում եմ, ասում ինչ լավ է գոնե մեր հովիվ Մհերին, մեր այն հայկական համով հոտով սպանախ եմ հյուրասիրել։ Մեկ էլ երբ որ արդեն գալիս է սուրճի ժամանակը, կինս գալիս է, ասում է, երեխեք այնտեղ սպանախ կա։ Հեսա սարքեմ, որ բերեմ ուտենք։ Ասում եմ, լիլս արդեն հովիվ Մհերին հյուրասիրել եմ։ Բանից պարզվում է, որ այդ սպանախը ամբողջովին պատրաստված չէր։ Ու տենց հետաքրքիր բազմաթիվ իրադարձություններ կապված հովիվ Մհերի հետ, որ ես չեմ ուզում այսօրվա եթերը ամբողջովին նվիրենք դրան, հույսով եմ մնացածը հաջորդ անգամ։ Այո։ Տերը օրհնի։ Շնորհակալ եմ ձեզնից, Հովհաննես։ Ես նույնպես շնորհակալ եմ այս պատվի համար, Աստված թող օրհնի, եւ ես հավատացած եմ, որ ձեր այս հաղորդաշարի միջոցով Աստված շատ սրտերի հպվում եւ շատ մարդկանց կյանքեր է փոխում։ Տերը օրհնի ձեզ։ Շնորհակալություն։